Պարոն Աբրամյան, նախ ինչպես կմեկնաբանեք ձեր քվեարկությունը հանձնաժողովների, նախագահների, թեկնածուների վերաբերյալ, որովհետև մենք տեսանք, որ օրինակ իշխանության թեկնածուների վերաբերյալ տատանվում էր թվերը, հա, մեկին ավելի շատ էր դեմ ձայները, մեկին օրինակ Բաբկեն Թունյանի դեպքում 0 դեմ էր, Վիլեն Գաբրիելյանի դեպքում 10 դեմ էր, ինչպես եք որոշել։ Դա ավելի մանրամասն շուտով կանդրադառնանք, թե ինչ է տեղի ունեցել, թե ինչպես ենք քվեարկել, ինչ վերաբերում է մեր թեկնածուներին չընտրելուն, չեմ կարող ասել, որ անսպասելի որոշում էր, սպասելի էր եւ ինչպես մենք նշել ենք, բոլոր դեպքերում ունենք համապատասխան գործողությունների պլան եւ ինչպես ներկայացրեցինք, ունենք նոր թեկնածու, բավական մեծ փորձով, Տիկին Լիանա Մանուկյանը եւ այս ուղղությամբ մանրամասն ներկայացնելու ենք թե Տիկին Լիանա Մանուկյանի անցած ճանապարհը, ինչպես նաև մեր տեսլականը թե խմբակցության, թե նաև թեկնածուն կներկայացնի իր տեսլականը իր կողմից պոտենցիալ գլխավորելիք հանձնաժողովի մասով։ Ձեր քվեարկությունը այսինքն մարտավարական էր, որ տատանվում էր դեմ ձայները իշխող ուժի ներկայացուցիչների վերաբերյալ։ Ուզում ենք հասկանալ, օրինակ Բաբկեն Թունյանը ձեզ համոզել էր, որ համենայն դեպս իր օգտին դեմ չէիք քվեարկել, իհարկե կողմել։ Ավելի մանրամասն այս հարցին կանդրադառնանք, բայց ասեմ, որ որևիցե անակնկալ չի եղել արդյունքներում, ինչ վերաբերում է մեր կողմից քվեարկությանը։ Խոսքը մեր Պետրոսյանն էլ էր իդեպ ուրախ գրել էր դրա վերաբերյալ։ Ցավում են, որ երկուսով նույն բանը ուրախանում են, բայց բաստ է։ Պարոն Աբրամյան, իսկ այսպիսով իշխանությունների մերժելուց հետո նոր թեկնածուներ առաջադրելով, դուք արդյոք իրենց այս խաղի մաս չեք դառնում, պայմանական ասած խաղի մաս, հա, եւ այսինքն մենք չուզեցինք, դուք մեր պահանջով թեկնածու եք փոխում, օրինակ նախկինում երբ որ խորհրդանում այդպիսի մերժումներ էր լինում, խմբակցությունը նույն թեկնածուին էր անընդհատ առաջադրում, դուք ինչու որոշեցիք նոր թեկնածուներ առաջադրել։ Պարոն Կիրակոսյան, ինչպես նշեցինք, մեր թեկնածուն, մեր խմբակցությունում բազմաթիվ թեկնածուներ կան, որոնք որ ունեն համապատասխան մասնագիտական եւ աշխատանքային փորձ, եւ Տիկին Լիանա Մանուկյանը, երևի ծանոթացել եք նաեւ իր կենսագրությանը, բավական հարուստ փորձ ունի, երկար տարիներ ֆինանսական ղեկավար պաշտոններ զբաղեցրել տարբեր ընկերություններում եւ հաջողությամբ իրականացնել այն, ինչ վերաբերում է իշխող ուժին եւ իրենց մարտավարությանը, կոչ ենք անում եւ ընդհանրապես հորդորում ենք բոլոր ոլորտներում բոլոր թեկնածուներին չափել իրենց մասնագիտական գիտելիքներով եւ անցած ճանապարհով, այլ ոչ թե այլ չափանիշներով։ Եվ կներեք, մեկ բան ասեմ հանձնաժողովների հետ կապված, երկու մյուս թեկնածուների անունները արդեն հայտնի են։ Քննարկվում են, ինչպես նշեցիք, ունենանք խմբակցության նիստ, միշտ ունենում ենք մինչև համապատասխան հանձնաժողովի քննարկումը եւ կայացվում է որոշում։ Դեռևս քննարկումներ ընթանում են, որոշ թեկնածուներ այո ունենք, ցավոք այս փուլում չենք ցանկանում հայտնել, բայց շուտով Ինչու չեք ցանկանում։ Որտեվ դեռևս թեկնածուներ են եւ դեռևս պետք է քննարկենք։ Թեկնածուների կարծիքը հաշվի առնում եք առաջադրելու ժամանակ կամ քվեարկություն ներքին տեղի ունենում, ուզում ենք հասկանալ։ Խմբակցության բոլոր անդամների կարծիքը պարտադիր կարգով հաշվի է առնեցվում եւ ընդ որում այնպես չէ, որ մի նիստում երբեմն լինում են մեկից ավելի նիստեր, որի ընթացքում որ քննարկվում է համապատասխան թեկնածությունը, նպատակահարմարությունը եւ նոր համապատասխան առաջադրումը տեղի ունենում։ Պարոն Աբրամյան, դուք նշեցիք, որ թիմում իհարկե արժանավուն բազմաթիվ մարդիկ կան, օրինակ Լիանա Մանուկյանի մասին խոսեցիք, բայց պարոն Կարապետյանն էլ նիստի ընթացքում օրինակ ասաց, որ ձեր թեկնածուների վերաբերյալ թերացել եք, այսպես ասած, եւ լավ չեք կարողացել ներկայացնել։ Օրինակ հիմա ավելի լավ չէր լինի ձեր թեկնածուներին երկրորդ անգամ ներկայացնել եւ ավելի լավ ներկայացնել, ինչը նախորդ անգամ չէր ստացվել։ Քանի որ ունենք կոնսենսուս ելույթների քանակի սահմանափակման մասով, այս դեպքում հարկ համարեցինք նոր թեկնածուներին առավել քան մանրամասն ներկայացնելու համար ելույթների սահմանափակումները հանել եւ ողջ ծավալով մեր հանրությանը ներկայացնել թեկնածուներին։ Շնորհակալություն։